Սուրիա-Լիբանան սահմանային փախումները ձայրարին և սուրիական բանակեն 3 անդամ սուրիական Հումս նահանգի արևմուտքը գտնվող Զիթա ամբարտակի մոտ, որոնք հայտողը արևանքվեցան, դարվեցան դեպի Լիբանանի հողերը և այնտեղ սպանվեցան։ Գացությունը առավել լարվեցավ, երբ նույն սահմանին վրա իրադարձությունները հետապնդող լրագրողներու խումբը թիրախ դարձավ հեռագարավարվող հրթիռը, որ արձակվեցավ Հեզբոլլահի կողմէ։ Սուրիական կողմը այս մեկը միջազգային օրենքներու հստակ խախտում համարեց, որովհետև իսկապես գործի վրա եղող աշխատանքի մեջ եղող լրագրողներու պաշտպանության իրավունքի ոտնահարում էր բացահայտ։ Ավելի ուշ Հեզբոլլահն տնտանոթով հարվածեց Հոմսի գավառական շրջանի մեջ գտնվող ջրամատակարարման կենտրոնը։ Անգեյետ Սուրիա պաշտպանության նախարարությունը հատկապես այդ ժամանակաշրջանի մեջ հայտարարեց, որ թիրախավորած են Հեզբոլլահի խմբավորումները և անոնց շարժումները։ Սուրիա դեղեկատվության նախարարությունը գոչ ուղղեց Լիբանանի պետության հանցագործները հաշվետվության ենթարկելու գծով պատասխանատվություն վերցնելու։ Ժամեր առաջ երկու երկիրներու պաշտպանության նախարարությունները համաձայնություն կայացուցին թե զինադադարի և թե երկու երկիրներու միջև արդեն իսկ գործող համագործակցությունն ու համադրման աշխատանքը զորացնելու առնչությամբ։